Պապիկյան, ժամանակ չունեք անմահացած հերոսի ծնողի համար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան սույն թվականի հոկտեմբերի 26-ին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հանուն Հայաստանի Հանրապետության սուվերենության, ինքնիշխանության համար կյանքը զոհաբերած Ռոբերտի ծնողը Մերի Ավագյանը դիմել է մեզ դիմում խնդրանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցությանը ձեզ հետ կամ փոխնախարարներից որևիցե մեկի հետ հանդիպման կապակցությամբ պաշտոնական գրություն ենք ուղարկել։ Անցել է 25 օր, հանդիպման ժամանակ չունեք, թե դիտենք որպես առհամարանք անմահացած հերոսի ծնողի հանդեպ։ Ընդհանուր բաժնի աշխատակիցն էլ հեռախոսին պատասխանում է ինչպես իրենց տանը հեռախոսին կպատասխաներ, իսկ բաժնի պետն էլ չի բարեհաճում հետ զանգահարի։ Սա ինչ վերաբերմունք է։ Սա է ձեր վերաբերմունքը կյանքը նվիրաբերած հանուն հայրենիքի անմահացած հերոսի, նրա ծնողի հանդեպ, այս սուրբ հողի վրա, որ քայլում եք բոլորդ, հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած 18-20 տարեկան տղերքի, իմ հրամանատարիս 44-օրյա պատերազմում Արցախի ազգային անմահացած հերոս հրամանատարիս և անուն առ անուն բոլոր անմահացած հերոսների շնորհիվ է։ Հանդիպում իրականացնելը պարտադիր է ինչպես պետական, այնպես էլ մարդկային ընկալումներից ելնելով։ Անմահացած հերոսի ընտանիքների հանդեպ դրսևորած ցանկացած անուշադրություն դատապարտելի է և անընդունելի։ Հարգանքով հանուն ժողովրդավար պետականության կուսակցության նախագահ Արսեն Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ, կխնդրեմ, որպեսզի այս տեսաուղերձը մաքսիմալ տարածեք և կիսվեք։